Նախ ու առաջ սկսենք նրանից, որ տարածքի օկուպացիայից հետո եւ պատերազմից հետո դեռ 44 օրի եւ առասարակ վերջին 100 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, բայց հատկապես սեպտեմբերին Արցախի էթնիկ զդումից հետո հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման եզրին եւ ոչնչացվում է։ Ես սրա մասին մի քանի անգամ խոսել եմ եւ ձեր մոտ եւ տարբեր տեղեր եւ մի անգամ է պետք է ասեմ, որ մասնագետներ կան, ովքեր ասում են, թե լավ էլի չեն անի, Բաքուն է պնդում է, թե մեր հատուկ ճյուղատայինները կանգնած պաշտպանում են հայկական մշակութային ժառանգությունը, բայց այդ ամբողջը այդպես չէ։ Իրականությունը մի փոքր ավելի դառն է եւ կուլ տալու չէ։ Օկուպացիայից հետո, որբեսի ինֆրաստրուկտուրաները կարգի բերեն, իսկ հատերկի գերեզմանոցի կողքին կա հեռուստաաշտարակ, որը հեռարձակման հնարավորություն է տալիս, այդ ինչ-որ կամպանիա են տվել եւ այդ կամպանիան առաջին հերթին ինչ է անում, գնում է Հադրութի գերեզմանոցի կողքի աշտարակ եւ սկսում է իրան կովազդել։ Բառացի չեմ չասեմ, ինչ է ասում, մեր հետ կապված եւ մեր մշակութային ժառանգության, ինքը մեր սպանվածներին անվանում է լեշեր։ Ասում է լեշերը թողել են այստեղ վազգենների եւ այլն, մենք ենք այս բոլորին սպանել եւ դրա տակ էժանագին PR է անում իր կամպանիան։ Ասում է միացեք մեր կամպանիային, չգիտեմ ինչ հեռարձակող են իրանք, երկուհոգի են եւ մի կարևոր նրբություն էլ ասեմ, որ ըստ մասնագետների, թարգմանիչների շատ վատ ակցենտով է խոսում ադրբեջաներեն, որը ինքնըստինքյան նաեւ միտում ունի իր մեջ։ Հիմա այս վերջի թարմնյութին անդրադառնալով կասեմ ինչի մասն է խոսքը։ Ուրեմն երեք ոնց որ ասում էին տունը խելոք նստած մեր համար այդ նյութը աշկովս ընկավ, որտեղ նույն խոսույթը, թե վազգենները, որոնց մենք ենք սպանել, լեշերը, իրանք գնացել են, թողել են այստեղ, սարքել են արահետ, հավանաբար ենթադրում եմ, որ ի նկատի ունի Բաքվի շեխիդների արահետի հետ ինչ-որ համեմատական է փորձում տանել եւ ասում է գնացել են սան չէ այստեղ թողել ու փաստացի մի քանի կարևոր դետալներ կար այդտեղ, որոնք աշկ զարգվեց ու այդտեղից սկսեցի մի քիչ խորանալ, հետաքրքրվել, թե ինչ է կատարվում։ Առաջինը իմ համար արդարոց էր Պանթեոն եռաբլուրային հատվածում մինչև լքելը հատերցիները արհեստական ծաղիկներով սիրուն ձևավորում էին արել եւ տպավորությունը առաջինն էր, թե այդ ծաղիկները ինչ-որ նոր են դրվել եւ դիտմամբ այդ ծաղիկներին ձեռ չէին տվել, որովհետեւ միամիտները կարծեն, թե միգուցե տեղ ինչ-որ հայեր կան, ծաղիկներ են տնում եւ այլն։ Ջարդել էին բոլոր պատկերներ ունեցող հուշաքարերի հատվածները, 3-4 շարք է, վերջի շարքը չէին ջարդել դեռ, մի քանի հատ կար թեքված, եւ դրված էր կրակմարիչ։ Անդադ մտածում էի, թե կրակմարիչը ինչի համար է, բնական է, որ կրակմարիչով խփել քարերը քանդելու համար է, թե պետք կար գործիքներ եւ իրանք իրանց կամպանիայի ջիպ ամենագնաց մեքենայով էին, որտեղ կային գործիքներ։ Կողքը Եռաբլուր Պանթեոնի հատերքի կա քաղաքացիական գերեզմանոց, որտեղ եւս մի քանի քարեր կային, որոնք փորձ էին արել շուրջ տալ ու չէին կարողացել։ Ամեն դեպքում փորձել էին եւ որոշակի թեքել էին որոշ քարեր։ Նոր արդեն այսօր ճշտեցի, որ ոչ բոլոր հատերքցիներն են, որ գյուղակավորված են Եռաբլուր Պանթեոնի հատվածում եւ շատերը կան, որոնք ընտանեկան գերեզմանոցներում են թաղվել առաջի պատերազմից, այնտեղ կան 19 տարեկան, մի խոսքով երիտասարդներից մինչև տարիքով տղեկ եւ այդ ամբողջը
ինչ է թույլ տալիս մեզ պնդել։ Առաջին, այդ տեսանյութի մեջ մի հատ էլ հետաքրքիր կդոր կար, վերջում օպերատորը հուշում է, թե ոնց որ թե ուզենա այդպես ասի, թե շատ խորացար հայերի գերեզմանների խնդրով, մի քիչ եղանակից խոսա, սիրուն եղանակ է։ Իսկ կրակմարիչի հետ կապված մի քանի վարկածների հանգեցինք, լավ չէր թարգմանվում նյութը, որ ասում է հայերը մեզ վառել են, մենք է իրանց պիտի վառենք եւ իրանց այդ կրակը կագնեցնելու համար են երևի թե բերել դրել այդ կրակմարիչը այդտեղ։ Կրակմարիչը այդտեղի կիքսն էր։ Ինչ է կատարվում, ինչ են անում իրանք այս տեսանյութերով։ Իրանց ազգաբնակչությանը, իրանց պես աշխատողներին, դե գիտենք, որ Արցախ շատերին թույլ չեն տալիս գնալ տարբեր պատճառաբանություններով, բայց գնում են ամեն դեպքում ինչ-որ բանվորներ, աշխատողներ։ Հուշում եմ, որ պետք է քանդենք։ Առաջին հերթին թիրախ են վերցրել մեր զինվորականների գերեզմանները եւ պնդում են, որ իրանք են սպանել։ Այսինքն խոստովանում են, որ իրանք են արել դա։ Երկրորդ, հայերի նկատմամբ պատերլություն սերմանելը, եթե միտեղ բացատրում ենք նրանով, որ պատերազմ է տեղի ունեցել մեր մեջ հասկանալի է, բայց դիակներին լեշ անվանելը, սա քաղաքակրթական կոպիտ հանցագործություն է եւ իրանց խոսույթում այդպիսի բան կա փաստորեն։ Այն ինչ ասենք կոնկրետ մեր պարագայում, հա, այստեղ կովկասյան թաթարների գերեզմանոցներ կան Հայաստանում եւ ոչ մեկը ոչ բան է ասում, ոչ ձեռ է տալիս եւ բազմիցս ասել եմ, եթե մեկն էլ փորձի ձեռ տալ, առաջինը ես կկանգնեմ, կասեմ մի արեք։ Մենք մարդ ենք վերջապես, դիակների հետ չենք կռվելու։ Երկրորդ, շատ նուրբ տեխնոլոգիայով ինքը գովազդում է իր կամպանիան, գերեզմանոցում է գովազդում, հայկական գերեզմանոցում, այսինքն հայկական մշակութային ժառանգության տարի վրա մարդը գովազդում է իր կամպանիան։ Երրորդ, ցույց է տալիս ինչպես քանդել եւ ավիրել հայկական մշակութային ժառանգություն։ Ահագին լուրջ աղմուկ բարձրացավ սոցցանցերի հայկական սեգմենտում, անդրադարձան բոլոր լրատվամիջոցները, թեպետ չարեցին վերլուծություն, թե իրականում ինչ է կատարվում, բայց մենք մասնագետ ենք եւ պարտավոր ենք մասնագիտական վերլուծություն անել, եզրակացություն տալ եւ հասկանալ, թե ինչ է ենթադրվում այս ամբողջով։ Եվ վերջապես այս հարցով միջազգային կառույցները շատ շուտով կստանան համապատասխան զեկույցներ, այս թեմային անպայման կանդրադառնա նաև բացի քանդակագործության ազգային պարկ թանգարանից հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը, որը գիտեք, որ ստեղծվել է, կա, արկա է, գոյություն ունի, եւ մենք նամակներ կուղարկենք մեր գործընկերներին այս կարգի լկտիությունը մերկացնելու, դատապարտելու պահանջով։ Իսկ պետական մակարդակով ինչ համերգներ ունի գործող իշխանությունը այս հարցում։ Պետական մակարդակով այս պահի դրությամբ Հայաստանի ԱԳՆ-ն առնվազն պետք է հայտարարություն տարածի եւ ասի, որ սկսել են ավիրելը, կանգնեցրեք այդ գործընթացը, քարերը հավաքեք միտեղ պահեք եւ ոնց որ հայտարարել եք աշխարհին, որ ձեր հատուկ ջոկատայինները պաշտպանում են, հա, պաշտպանեք հատերքի գերեզմանոցը։ Ես չեմ կարծում, թե դա գործուն շատ լուրջ ազդեցություն կունենա, բայց կստապեցնի, որովհետև մեկ այլ պատրվագով ճանապարհաշինարարության 20 թվականի պատերազմից հետո շատ երկար չէր անցել Ավետարանոցի գերեզմանոցը ավերեցին։ Ստեփանակերտում այս վերջերս նորից պրոցեսներ գնացին Կրկժանի կողքի գերեզմանոցում, հա, շինարարության անվան տակ, Քելվաջարում,
հուշախբյուրի կողքին ճանապարհ գծելու պատրվակի տակ հուշախբյուր են վնասել։ Այդ փաստերը բազմաթիվ են, մի հատ չեն, 10 հատ չեն, 20 հատ չեն եւ ոչ թե սկսվել են մի օր վերջանալու են, չեն վերջանալու։